Լիպսիմե Գրիգորյան։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ մեր տեսլականը ներկայացնելու համար եւ շնորհավորում եմ բոլորիս երրորդ անգամը անընդմեջ այս հնարավորության համար ու նաեւ ոչ միայն ներկայացնելու, այլ կարևորը իրականացնելու համար մեր տեսլականը։ Ես կցանկանայի, որ մենք խոսենք ադապտացիայի մասին։ Ի վերջո 4-րդ հանրապետությանը գալը եւս դրա արդյունք էր մեզ եւ մեզ շրջապատող աշխարհը ավելի լավ ճանաչելու, մեր ունեցած փորձառության մասին։ Թեման ընդգրկուն է եւ մեր քաղաքական կյանքում եւ առօրյայում անընդհատ առնչվում ենք սրան։ Օրինակ, Ղարաբաղի հարցում մեր ընդդիմադիրները մեզ անվերջ մեղադրում են այն բանում, որ մենք դիրքորոշումներ ենք փոխել, կարծես չնկատելով, թե որն է եղել դրա անհրաժեշտությունը կամ ինչն է բերել դրան։ Նույնը վերաբերում է օրինակ ռազմավարական հարաբերություններին, մինչև վերջին տարիները մեր ունեցած պատկերացումներին, կամ նույնը բանակում եղած խնդիրները, մասնավորապես ոչ կանոնադրային հարաբերությունները ու դրանց արդյունքում ծագող խնդիրները։ Խնդրում եմ ասեք, թե ինչու ադապտացիան թուլություն չէ, այլ անհրաժեշտություն մեր պետության հաջողության, անգամ կասեի հարատևության համար։ Շնորհակալ եմ։ Դրա համար ադապտացիայի մասին խոսում է ինքը քաղաքակրթությունը, որովհետև հիմա գիտությունը օրինակ փորձում է պարզել, թե ինչն է պատճառը, որ մարդը դարձել է ամենահաջող կենսաբանական տեսակը։ Դրա համար պետք է պատճառ լինի, չէ՞։ Դրա համար մի պատճառ կա։ Ադապտացիայի ամենամեծ կարողությունը։ Ոչ մի ուրիշ կենսաբանական տեսակ ադապտացիայի ավելի ճկուն կարողություն չի ցուցաբերել, ինչպես մարդը, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, ինչն է եղել պատճառը, որ հենց մարդն է ցուցաբերել ադապտացիայի ամենամեծ կարողությունը, որովհետև մարդը օբյեկտիվ հանգամանքների բերումով հայտնվել է ամենաանպաշտպան վիճակում, որովհետև մյուսները մագիլներ ունեն, չգիտեմ, ժանիքներ ունեն, մորթի ունեն, հաստ, մարդը միակ կենսաբանական տեսակն է եղել, որ ժամանակի ընթացքում զրկվել է դրանից, հենց զրկվել է, սկսել է ադապտացիայի անհրաժեշտության մեջ մտնել եւ դառել է ամենահաջող տեսակը։ Այսինքն քաղաքակրթության պատմությունը ինքը դա է ցույց տալիս։ Ինչ վերաբերվում է փոխվելու եւ չփոխվելու կարողությունը։ Էլ եմ ասում, շատ ընդունված ժանր է այս թվին էս է, հիմա օրինակ կան դեպքեր, երբ որ հանում են, ենթադրենք 97 թվին իմ գրած հոդվածը ասում են, տեսեք ինչ ա գրել, 4 դասանի շարադրությունը հանեք, բայց 4 դասանում ինչեր եմ գրել, ընդհանրապես 3-րդ դասանում ինչեր եմ գրել, այսինքն այս չփոխվելու, աշխարհի հետ առնչվում ենք, այն գիտելիքը, որը մենք ձեռք ենք բերում, ժամանակակից աշխարհում մենք ժողովրդի մեր հանրության հետ այն ինֆորմացիան չկիսելը ամենամեծ խնդիրն է։ Մեր խնդիրները ինչն է եղել մեծագույն։ Չէ՞ տեսեք այդ բանաձևը, Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 4 հոգի։ Դուք պատկերացնում եք, այն ժամանակ մենք ասել ենք, բանը այդ 7 իմաստունների խնջույքի տրամաբանության մեջ, էլի, կատաստրոֆա է դա։ Ամեն ինչ սկսել է այդտեղից։ Բայց ինչի է 4 հոգու 6 կներեք, ուրեմն 7 իմաստունների խնջույք 6 բռնում, բայց ինչի՞ց է եղել, մենք այս հարցի պատասխանը, որովհետև իրականությունը ոչ մի աղերս չի ունեցել Ղարաբաղի շարժման եւ մեր ներքին նարատիվների հետ։ Եվ եթե այդ իրականությանը ավելի ու ավելի շատ մարդ տիրապետեր, դա այդ դիսոնանս ավելի էր մեծացնելու։ Եթե մենք այդ հարցին տիրապետել 6 հոգի, նշանակում է մեր հանրության 99.9%-ը ինֆորմացիա չի ունեցել հարցի իրական շրջանակի մասին, այսինքն մեր հանրության 99.9%-ը խաբված է եղել այդ հարցի առնչությամբ։ Մենք չենք անդրադարձել այս թեմաներին։ Մենք էլ նույնպես ու մենք էլ ենք խաբելու այդ process-ը սկսել, շարունակել ավանդույթը, մինչև մի կետը հասկացել ենք, որ չի կարելի այդպես։ Արձագանք։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, պարոն վարչապետ, բայց էլի հետ գալով այս ադապտացիայի թեմային մի հետաքրքիր բան է տեղի ունենում մեզ մոտ դահլիճում։ Ուրեմն մեր ընդդիմադիր գործընկերները, հատկապես ուժեղ Հայաստանի, շատ լավ օգտագործում են այս ադապտացիոն գործելավոճը,
Տեսնելով հանրային տրամադրությունները, օրինակ գալիս հայտարարում են, որ TRIP-ը ճանապարհ է ոչ թե միջանցք, կամ ասում են կեցե դիվերսիֆիկացիան միշտ կողմ ենք եղել այլընտրանքներին, բայց իրականում խորքային իմաստով էլի տորպեդահարում են ադապտացիան, որտեղ հենց որ նեղն են ընկնում, նորից հետ են գալիս են հին բազմակի օգտագործված նարատիվներին, օրինակ գալիս ասում են իհարկե դեմ ենք Պրահայի քարակողմ հայտարարությանը, որով Արցախը զիջվեց։ Ինչ դա անվանենք, ադապտացիայի անազնիվ շահագործում։ Գիտեք, եկեք ես չմեկնաբանեմ, ես կարծում եմ առաջիկա օրերին ընդդիմության այդ ներկայացուցիչներից շփվելու առիթ կունենամ եւ ձեր ասած իրադրություններին երևի ինչ որ, այսինքն ձեր ասածի հետ անձամբ տպավորություններ ստանամ, հետո տպավորություններս կկիսեմ, ներողություն խնդրելով, չնայած վստահում եմ ձեր տպավորություններին, բայց ամեն դեպքում ճիշտ չի լինի, որ ընդդիմությունը այստեղ ներկա է, ես ձեզ հետ խոսեմ ընդդիմության մասին, ընդդիմության հետ խոսելը ընդդիմության մասին երևի ավելի ճիշտ կլինի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։